Այս շաբաթ Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին նիստ ուղեկցվեց ադրբեջանական սկանդալով։ Տեսախցիկները ֆիքսեցին, թե ինչպես են Ալիևի թիկնապահները ասֆալտին փռում Վալդորֆ Աստորիա հյուրանոցի մոտ Ադրբեջանի նախագահի այցի դեմ բողոքող մի քանի ադրբեջանցի ակտիվիստի։ Աղմկոտ միջադեպի մանրամասները եւ Ալիևյան ռեժիմի ընդդիմության դեմ հետապնդումների թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Արման, նախ հենց Վաշինգտոնի սրտում ադրբեջանցի ակտիվիստների ծեծը ինչ արձագանք գտավ Միացյալ Նահանգներում։ Լարա, այս միջադեպը կարող է վերաճել Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ադրբեջան դիվանագիտական սկանդալի, եթե կուլիսներում քաղաքական ինչ-ինչ պայմանավորվածություններով չփորձեն այս աղմկոտ պատմությունը մոռանալ տալ։ Վաշինգտոնի դատախազությունը հետաքննություն է սկսել, պետքարտուղարությունը զեկույցներ է ստացել Միացյալ Նահանգներում ինքնաբուխ պիկետը այլ պետության ղեկավարի թիկնազորի կողմից ուժովցրելու միջադեպի վերաբերյալ։ Իրականում մենք ականատես եղանք մի իրավիճակի, երբ ադրբեջանցի քաղաքական վտարանդիները փորձեցին օգտվելով ամերիկյան ժողովրդավարության տված հնարավորությունից իրենց ձայնը լսելի դարձնել։ Իսկ ո՞րն էր այդ պիկետի նպատակը, ինչ պահանջներ էին ձևակերպում այդ մի քանի ակտիվիստները։ Լարա, այդ մի քանի ակտիվիստները, որոնց մեջ էր նաև Թոխվիկ Յաղուբլին, ադրբեջանցի քաղբանտարկյալ նրա որդին, պահանջում էին ազատ արձակել Ադրբեջանում պահվող իրենց խոսքով ավելի քան 400 քաղբանտարկյալներին։ Բաքվի բանտերում պահվող քաղբանտարկյալների մասին արգելված է խոսել Ադրբեջանում եւ ինչպես արդեն տեսանք նաեւ Ադրբեջանի սահմաններից դուրս անգամ ամենաժողովրդավար երկրի մայրաքաղաքում։ Պարզապես խաղաղ ակցիայի դուրս եկած մարդկանց Ալիևի թիկնապահները դաժանաբար հարվածում էին բռունցքներով, տապալում գետնին։ Ընդ որում, ըստ տարածված տեսանյութերի ուժային գործողությունը համակարգում էր անձամբ Ալիևի անվտանգության ծառայության պետ գեներալ Ֆարիդ Ասկերովը։ Ինչ ես կարծում, այս միջադեպին ամերիկյան կողմից կոշտ արձագանք կլինի։ Լարա, ստեղծված իրավիճակը հարվածում կամ առնվազն ստվեր է գցում Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա, բայց սպասել, որ այս ամենը կհանգեցնի լուրջ իրավական կամ քաղաքական պատասխանատվության Ալիևի համար քիչ հավանական է, չնայած մամուլում էլ մեծ աղմուկ էր բարձրացրել։ Միջադեպին անդրադարձել էին հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ, օրինակ Washington Post-ը, CNN-ը, The Guardian-ը ներկայացրել էին բռնության մանրամասները, բայց դե մեծ քաղաքականության մեջ արժեքները հաճախ ստորադասում են շահերին ու հազիվ թե ամերիկյան կառավարությունից որևէ կոշտ արձագանք լինի։ Արման, եթե չեմ սխալվում, մի անգամ էլ Թուրքիայի նախագահի թիկնազորն էր նման միջադեպում ներգրավվել, ձեռքերին ազատություն տվել եւ էլի Վաշինգտոնում, այն ժամանակ դեռ աննախադեպ այդ պատմությունը, հետո լրիվ մոռացվեց։ Այո, Լարա, դու հիշեցրիր մոտավորապես 10-11 տարի առաջվա մի պատմություն։ 2017 թվականին է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը բախումներ հրահրել Վաշինգտոնում թուրք դեսպանի նստավայրի մոտ։ Դուրժել էր 11 մարդ, այդ թվում ամերիկացի 1 ոստիկան։ Դրանից մեկ տարի առաջ էլ Էրդողանի թիկնապահները բախվել են ցուցարարների հետ Վաշինգտոնի Brookings ինստիտուտի մոտ ու դաշնակից պետությունների միջև այս ամենը որևէ լուրջ լարվածություն չառաջացրեց։ Գուցե նաև դա էր ոգեշնչվել Ալիևի թիկնապահներին, որ նրանք նման բան արեցին հենց Վաշինգտոնում։ Արման, այս շաբաթ մի աղմկոտ պատմության մեջ էլ ընկավ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, էլի արևմուտքում Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։ Այո, Լարա, Մեհրիբան Ալիևայի սկանդալն էլ կապված էր ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովի հետ։ Նա երկար տարիներ եղել է Ադրբեջանի իշխանությունների կոկորդում մնացած ոսկոր, աչքի ընկել հատկապես իշխող էլիտայի կոռուպցիոն գործարքների եւ մարդու իրավունքների ոտնահարումների հետեւողական բացահայտմամբ։ Եվ ահա այս մարդը, որը վտարանդի ակտիվիստ է, Մյունխենի անվտանգության համաժողովին ներկա Մեհրիբան Ալիևային որոշել էր հարց տալ Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի մասին։ Ալիևան հանկարծակի գալով հարցին պատասխանելու փոխարեն չէր կարողացել զսպել իրեր եւ անձնական վիրավորանքեր հասցրել լրագրողին, հիշեցնելով, որ նա մի ժամանակ կնոջ հագուստով թաքնվել էր Ադրբեջանում շվեյցարական դեսպանատանը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ջղաձգվել Ալիևան, Ալիևյան ռեժիմին դիմախոսի հետ անակնկալ հանդիպումից եւ վնասել է իր չափած, ձևած, բարձրաշխարհիկ կնոջ կերպարը։ Մի խոսքով Ալիևների արտասահմանյան ուղևորությունները այս շաբաթ հարամել են նրանց դիմախոսները։ Այո, Լարա, տպավորություն է, որ վտարանդի ընդդիմությունը Ալիևներին հետապնդելու կոշտ մարտավարություն է որդեգրել, ինչը ակնհայտորեն հունից հանում է Ադրբեջանի նախագահական զույգին։ Այդ պատճառով էլ նրանք դիմում են նման կտրուկ, երբեմն անադեկվատ քայլերի, սկսած փողոցային ծեծից մինչև անձնական վիրավորանքներ։ Մի բան, որ փչացնում է ընտանիքի եւ պետության ղեկավարների նրանց կողմից կերտած իդեալական կերպարը։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։